Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Եվ դուք նայում եք ոնց ես պոդքասթը։ Իսկ այսօրվա մեր թեման է ոնց ընկերանաս ուղեղիդ հետ, որ ինքը աշխատի քո համար, ոչ թե քո դեմ։ Ինձ համար էլ ալիքը նոր բաներ լինելու։ Իմել։ Այսօր բացատրելու ենք, թե ոնց ընկերական հարաբերություններ հաստատես քո ուղեղի հետ, որ ինքը անընդհատ ինչ-որ վատ մտքեր չհուշի քեզ, այլ հետդ ապրի կյանքդ ու քեզ աջակցի։ Սրա մասին մի քիչ ավելի մանրամասն հիմա կբացատրենք, առհասարակ ինչի մասին ենք խոսելու այսօր։ Պատկերացրա, որ քո մեջ ապրում է մի հատ sense manager, որ սաղ manage անում, իր հիմնական ֆունկցիան քեզ պաշտպանելն է ու ինքը ոնց որ ուզում անենց անի, որ դուք երկուսով լավ կյանք ունենաք։ Բայց ինքը միշտ չի որ հասկանում է, երբ է քեզ պետք է այդ պաշտպանությունը, երբ պետք չի, ու մեկ-մեկ շատ դրամատիկ է վերաբերվում իրավիճակներին։ Ես մի քիչ sense եմ ուզում ներկայացնել, որ ավելի լավ պատկերացնենք էլ ինչի մասն է խոսքը։ Ու ոնց որ մեր անելիքը այն է, որ մենք կարողանանք մեր ուղեղին սովորացնենք, երբ է պետք իրոք ոնց որ մեզ պաշտպանել, երբ չէ։ Ու քանի որ ես CBT թերապևտ եմ, իմ ուղղությունը կոգնիտիվ առողջապահական թերապիան է, ես մի քիչ այդ մասով կուզեմ բացատրեմ ինչա կատարվում։ Երբ որ ինչ-որ իրավիճակ է լինում մեր կյանքում, որից մենք վախում ենք, այդ կարանք ոնց որ անվանենք տրիգերներ, տրիգեր իրավիճակներ, մենք սկսում ենք վախենալ։ Օրինակ կարանք վերցնենք որպես օրինակ ելույթ ունենալը մարդկանց առջև, հաճախ հանդիպող վախը։ Դու պիտի գնաս ելույթ ունենաս ու սկսում ես վախենալ։ Մեր ուղեղը ասում է, ոնց որ թե ես վախենալու իրավիճակ է։ Դավա ես քո ադրենալինը բարձրացնեմ, դու տագնապի ու մենք գնանք ստեղից, որտեվ ստեղ մի հատ վատ բան լինելու է քո հետ։ Ինքը պասուտի ուզում է քեզ պաշտպանի, որ դու չհանդիպես ինչ-որ իրավիճակի, որը քո համար վախենալու է։ Ու մեր զադաչան են է, որ կոպիտ ասած վիդեալ է իրան սովորացնենք, որ այդտեղ վախենալու բան չկա։ Դավայ գնանք ու տեսնենք ոնց է լինելու։ Բայց դա միշտ չի որ հաջողվում է մեզ, կարանք սովորացնենք նաև ոնց անես վախենալով գնաս այդ քայլին, հա, ու տեսնես ինչա քո այդ իրավիճակում լինում։ Գուցե վախենալու է, գուցե վախը չանցնի, բայց եթե քեզ շատ պետք է այդ ելույթ ունենալը, օրինակ, չգիտեմ, դու քո երազանքն է դերասանուհի դառնալը, ու այդ քեզ պետք է, բայց դու մեկը վախենում ես, գնաս ու տեսնես ինչա քո այդ լինում, հա, գուցե չանցնի երբեք այդ վախը, ոնց որ միշտ վախենաս, բայց նաև ուղեղդ կիմանա, որ այդ ոնց որ ինչ-որ վտանգավոր իրավիճակ չի։ Ամեն դեպքում, հա, այս մասն ավելի ուշ կխոսանք, թե այս ամեն ինչը ոնց է արվում։ Այսինքն ստացվում է ինչ-որ հմտություն սովորելու նման ինչ-որ բան է, հա, չգիտեմ։ Հմտությունը ճակերտավորել է, այսինքն ինքդ քեզ հետ կարողանալ պայմանավորվելու, իհարկե, չգիտեմ, ոնց անել այս ժամանակ է արդեն ադրենալինը շատ բարձր է ու ինչ-որ կարմրել ես, քրտնել ես, ինչ-որ ուզում ես փախչես այդ բանը տեից։ Այո, մենք քիչ հետո այդ մասին կխոսանք ոնց անես, բայց այդ արդեն եթե մարմնական ազդակներ կա, մարմնական վարժություններ ես անում, շնչառական վարժություններ ու ոնց որ փորձում ես հանգստանաս։ Ու եթե ասենք մի 2-3 անգամ արդեն փորձել ես, ոչ մի բան չի եղել, այդ ժամանակ հավանաբար տագնապի տասնչան ավելի շատ ավելի ցածր կլինի։ Հետաքրքիր է եւ շատ բարդ է իրականում թվում։ Լուրջ, իմ ομորն էս հեշտ է։ Ինձ ομորն բարդ է։ Կարող է ես շատ վախեր ունեմ իրական սոցիալական սոցիումի հետ կապված դրա համար։ Հետաքրքիր թեմա է, ուրեմն այսօր քո համար։ Որ դու ասում ես աջակցի ուղեղդ քեզ ինչ-որ բան, ինձ թվում է ինքը այդ ամեն ինչը միշտ անում է, որ հատուկ ինձ ինչ-որ վատ լինի, այն բանով ինչ-որ տենց շատ վրեդնի բարեկամ։ Okay, այսօր թերապևտիկ ելույթ է ուրեմն քո համար։ Այո։ Հետաքրքիր է, իմ համար շատ sense ոնց որ parzahanchum okay, դա տենց պիտի լինի ու դա տենց կանես ու լավ կլինի։ Կանեն։ Հա, բայց նու հիմնականում նես չի ոնց իմ ասածով, ավելի շատ անի ասածով է ոնց որ լինում, ոնց որ վախը շատ է, մենք չենք պատկերացնում ինչ անենք, ոնց անենք։ Հա, բայց չէ, ինքը աջակցում է քեզ, ուզում է որ դու քեզ լավ լինի, դու չհանդիպես այդ վախենալու իրավիճակին։ Մի բան կուզեմ ստեղ ավելացնեմ, ավելի ուշ կուզեի ավելացնել, բայց քանի որ խոսակցությունը sense գնաց, ստեղ ավելացնեմ, որ երևի դու գիտես չնայած ինձ թվում է։ Բայց ով չգիտի ասեմ, որ այդ իզբիգանյան մեր պաշտպանական մեխանիզմներից է ու ինքը մեզ պաշտպանելու համար է։ Բայց ինչքան շատ ես դու փախնում, ինքը այդքան ամրապնդվում է, ինքը այդքան համոզվում է նրա մեջ, որ հա, այդ իրոք ամեն անգամ սկսում ես վախենալու իրավիճակ էր։ Այո, ինչ որ պահվածքդ
սկսում է նույն ձև լինել արդեն։ Հա, ոնց որ ինքը որոշում է, որ հա, էսի մենք չենք գնում ստեղ, всё։ Կարմիր լույս է վառում ու նույնիսկ արդեն ադրենալինն էլ չի վարձանում, ուղղակի ավելի շուտ է բանանում, քեզ որ դու կարող ես вообще չգնաս այդ օրտեղ, դաժե կարա այդտեղ հասնի, էլի։ Ասես հանդիլ կամ օքեյ, ես էլ դերասանուհի չեմ դառնա, ասենք, տեղ էլ կարա հասնի ամեն ինչ։ Իմաստը որն է։ Ես այդտեղ շուտ բան եմ, ոնց որ իմաստն եմ կորցնում, ինձ բան անում, ոնց հաջորդ քարը դա հանդիլ իմաստ չկա մեկ այդքան էներգիա չեմ ծախսի։ Արժի որ այդքան էներգիա ծախսել։ Кстати, այդ իմաստի հետ կապված Հա, ну, խուսափել, այո, не надо խուսափել, եթե շատ ես ուզում։ Իմաստի հետ կապված հետաքրքիր են նորը մտքեր ունեի, кстати։ Ես մտածում էի, արդյոք պետք է գտնել իմաստ ինչ որ բաներ անելու մեջ, տիպը պարտադիր, թե չէ։ Չգիտեմ, դու օրինակ ոնց ես մտածում, կապ չունի մեր թեմայի հետ, բայց Երևի հա, ճիշտ է, որ ամեն ինչում, չէ, որտեղ շատ ինչ որ բան միտքը էգզիստենցիալ բանի մեջ է քեզ տանում, ավելի ոնց որ խորանում ես ինչ որ այնպես տեղեր, որտեղ որ պետք չի, նույնը օրինակ չգիտեմ, դպրոցական տարիքում ինչ որ առարկա կա, որը հա քեզ պետք չի գալու, բայց հիմա պետք է սովորես, ոնց որ տիպը իրականությունը դա է, պետք է այդ իրականությունում այդ ինչ որ բաները անես, որ հետագայում ինչ որ ուրիշտեղ ուրիշ բան կարողանաս անել կամ այսինքն դա այն քայլն է որ ուղղակի պետք է անես առանց իմաստ ներդնելու դրա մեջ կամ փնտրելու որ հետո հասնես ինչ որ մի բանի որը քեզ համար իմաստ ունի կամ ես եմ տենց մտածել ավելի շատ տենց թե չեն այն շատ ինչ որ բարթաթվում կյանքը որ ամեն ինչ իմաստով լինի Կստացի մեկ բան ասեմ, չգիտեմ, ասում ենք կթողենք ելույթի մեջ թե չէ, բայց ասեմ, երևի կթողենք։ Այնա Breaking Bad-ն էի նայում, նայել ես։ Չէ, հերթի մեջ։ Հա, ես իմ հերթի ոնց որ իրան հասավ, ես սկսեցի նայել ու ոնց որ դա քիմիան հիմնականում շատերի մոտ ինչ որ անիմաստ դասա դպրոցում, պես ոչ մեկ համարյա չի սովորում։ Ու շատ բարդ է թվում, երբ որ ուսուցիչը լավ չի դասավանդում։ Այո, լավ չի տիրապետում։ Հա, երբ որ դրա համար։ Ու ես դե ոնց որ իհարկե շատերի նման քիմիան չէի կարևորում, բայց այդ Breaking Bad-ի ժամանակ ոնց որ առաջի երկրորդ սերիայի ժամանակ չգիտեմ սպոյլ կանեմ երևի քո համար, բայց ինքը հատած շուտ մեծ բան չի, ով չի նայել, ձեր համար է բնականաբար սպոյլ կանեմ։ В общем այնտեղ մի հատ դրվագա, որ պետքա ոնց որ այնտեղ սպանություն են արել ու պետքա ազատվեն, այդ սպանածին մտածում են ինչ անեն ու ոնց որ դա այդ մարդը քիմիկ է ու ինքը ոնց որ ասում է ինչա պետք անել հուսամ ոչ մեկին կյանքում պետք չի գա ոնց որ այդ զնանյաները բայց նաև մյուս կողմից նելով դու երբեք չես իմանա քեզ կյանքում ինչ կարա պետք գա ինչ պետք կգա իսկ այդ այն բանը չի որ դու Google-ում կարաս search անես կամ ChatGPT-ին ասի ճիշտ ասես լավ բան չեմ ուշում բայց այսպես է բանաձե հուսամ ոչ մեկին երբեք դա պետք չի գա որտեղ ոնց որ մենք արդեն քրեական ինչ-որ մաս ենք անցնում բայց հետաքրքիր է էս այն մասներ թե մեզ ինչ կարա պետք գա կյանքում որ դու չես սպասում որ կարա պետք գա ոնց որ ստեղ մեր համար կարևոր քայլերից մեկը այն է սկսել ճանաչել մեր ուղեղը ու թույլ տալ որ ինքն էլ ճանաչի աշխարհը ու մեզ որ ըստ դրա ամեն ինչը կամ շատ բաներ իր համար վտանգավոր չթվան ու իհարկե այստեղ կարևոր է հասկանալ թե որտեղից է առհասարակ ուղեղը որոշում ինչն է վտանգավոր ինչը չէ այս իրացիոնալ վտանգ վախերի մասին այսինքն ոնց որ մենք չենք խոսում ռեալ վտանգների մասին էլի ասենք չգիտեմ եթե փողոցի ես միշտ այդ օրինակն եմ բերում իմ համար շատ տրիգերային է որ փողոցը պրոստը так ոնց որ անցնում է բնականաբար այդ ապասն է ու ինքը քեզ պաշտպանել է ու այդ տենց պետք է բայց եթե իրավիճակները այլ են որտեղ ոնց որ վտանգը շատ քիչ է հավանականությունը դրանց մասն ենք ավելի շատ խոսում որտեղից է ուղեղը որոշում հիմնականում այդ կարան լինեն ինչ որ ստրեսային իրավիճակներ հա ինչ որ չգիտեմ օրինակ ավտովթար կամ այսինքն պարտադիր է թե կարա լինի նենց որ մինչև այդ արդեն եղել են ինչ որ տրիգերող դեպքեր, որոնք տագնապի մակարդակը բարձրացել են մարդու մոտ ու գնալով եթե ինքը ոնց որ մեր թեմայի մեջ ինքը չի ընկերանում իր ուղեղի հետ, ոնց որ ուղեղը սկսում է այդ իրացիոնալ տագնապներն ու իրավիճակները ավելի ու ավելի շատացնել ու նույնիսկ սովորական տնից խանութ գնալու այդ բանի մեջ ինքը տեսնում է լիքը վտանգավոր ինչ որ իրավիճակներ։ Այո, շատ ճիշտ
նկատառում է դա, քանի որ եթե դա post-traumatic stress-ային խանգարում չի կամ ինչ որ post-traumatic stress չի, այսինքն խանգարում չի, բայց ոնց որ ինչ որ վիճակ է post-traumatic stress-ային, մեր մոտ գալիս են խորքային համոզմունքները, որոնց վրա հիմնվելով մեր ուղեղը որոշում է, որ այս ապասնի իրավիճակ է, իսկ քո ասած օրինակի մեջ ասենք խորքային համոզմունք կարա այդ մարդու մոտ լինի, որ աշխարհը վտանգավոր է, ու իր համար շատ բան է վտանգավոր, ըստ դրա ինքը սկսում է ուրիշ լիքը բան վտանգավոր համարել։ Ոնց կապում է դրանց հետ ու դրանով է այդ իրացիոնալը դառնում ոնց որ իրացիոնալ։ Այստեղ խորքային համոզմունքի մասին ավելի շատ, որոնք շատ են իրականում ու տարբեր բաների մասին։ Օրինակ, ուզում եմ ինչ-որ խորքային համոզմունքի ինչ-որ օրինակ, եթե ավելի հասկանալի։ Փոքր ժամանակ, որ ընկալել ես աշխարհը, որ վտանգավոր է, այդ խորքային համոզմունք կա լինի։ Մյուս խորքային համոզմունքներից, որ ոնց որ աշխարհի մասին չի քո մասին է, որ ես կարևոր չեմ, ինձ չեն սիրում, ինձի վիճակի չի ոչ մեկ սիրի, եթե ինձ իմանան ոնց ես իրականում կամ ինձ չեն սիրի, կամ ոչ մեծ տիպի բաներ։ Ինչ որ շատ ամրապնդված այդ խորքային այդ իմաստով, որ այո չես էլ ուզում երևի փոխես, հա, այսինքն չես գիտակցում, եթե դու ոնց որ չես գիտակցում, որ դա քեզ վնասում է, թե։ Հա, ու երևի նաև չես գիտակցում առհասարակ իր գոյությունը ու երևի իր մասին չգիտես էլ։ Որ դա հենց այդ խորքային համոզմունքն է։ Հա, ու вообще որ կա խորքային համոզմունք գաղափար։ Երևի մի քիչ սկզբից սկսեմ ավելի մանրամասն բացատրեմ էսի, բայց արագ։ Եթե դու թերապիայի մեջ ես, հոգեբանության մասին ոնց որ ինֆորմացիա չունես, ինֆորմացված չես, բնականաբար դու չգիտես, որ գոյություն ունի խորքային համոզմունքներ։ Ու եթե դու չգիտես էդի, դու չգիտես ինչն է քեզ խանգարում, դու չգիտես խի ես որոշում, որ օրինակ քեզ չեն սիրելու։ Բայց ինչն է դրա հետևանքը, այն ինչ որ դու տեսնում ես ու գիտես, օրինակ քո մոտ չի ստացվում կառուցել զույգային ինչ որ հարաբերություններ, որտեղ դու վստահ ես, որ ոնց որ թե քեզ չեն սիրում, կամ նույն խորքային համոզմունք, որ բոլոր տղաները նույն ձևի վատն են։ Այո, այդ էլ է խորքային համոզմունք։ Անպայման ինձ դավաճանելու, կամ անպայման խաբված են լինելու։ Ու ըստ դրա քո մոտ դժվարանում է կյանքում ինչ որ բաներ։ Իսկ եթե դու գալիս ես թերապիայից, ես չեմ կարող հարաբերություններ կառուցեմ, կոպիտ օրինակ եմ բերում, փորելով հասնում ես այն կետին, որ օքեյ, դու սենց համոզմունք ունես, ու արդեն աշխատում ես այդ համոզմունքի հետ, հասկանում ես, էլի տենց է, տենց չի ու եւ այլն։ Այսինքն այդ խորքային համոզմունքը հիմնակարն է, որի շուրջ կարա ձևավորվի լիքը ուրիշ։ Այո։ Տագնապներ, իրացիոնալ վախեր։ Այո, եւ թե իհարկե ավտոմատ մտքերը։ Но мы сейчас не об этом, ավելի ուշ։ Հա, մի քիչ այլ թեմայի անցանք, բայց խորքային համոզմունքը կապված է ուղեղի աշխատանքի վատ մտքերի հետ։ Բայց վախերը իհարկե մենակ խորքային համոզմունքների ու ինչ որ վատ իրավիճակների հետևանք չեն ցույց։ Լիքուր շվայնց է կարես վախենաս։ Չգիտեմ, օրինակ կինոները որ նայում ես վախում ես, հաստատ քո խորքային համոզմունքների հետ կապ չունեն։ Այսինքն որ պրոստը։ Մենք ավելի շատ խորքային համոզմունքն ու այսօր հիմնական խորքային համոզմունքն ենք քննարկելու։ Անցնենք մյուս կետին, ինչպես ընկերանաս քո ուղեղի հետ, ոնց որ սյոտկի հետ էր մեր կարևորագույն հարցը այսօր։ Առաջի կետով երևի ասենք եմ, որ մենք չվստահենք մեր ուղեղին անընդհատ միշտ այն ամեն ինչին, ինչ որ ինքը մեզ ասում է։ Այսինքն մեր ուղեղը կարա տարբեր բաներ ասի, մենք պետք է հասկանալ ինչ հիմք ունենք այդպես մտածելու։ Ինչքան որ լրագրողական հետաքննություն կազմած ստուգել աղբյուրները։ Այո, ստուգել աղբյուրները։ Այդ տենց հա թե տենց չի, հա, օրինակ եթե դու վախենում ես ինչ-որ բանից, օրինակ եթե ամուսնուդ հետ մի քանի անգամ վիճել եք ինչ-որ X թեմայի շուրջ, այսինքն ամեն անգամ, չգիտեմ, դու ես ուզեցա խոսել, վիճել եք, հիմա նորից ինչ-որ թեմայից ուզում ես խոսել ու արդեն վախաձևավորվել համոզմունք, որ նորից վիճաբանություն կսկսի, կգրվեք ու ոնց որ արդեն խուսափողական այդ վարքը սկսում է ամրապնդվել կամ ձևավորվում է ու դու ոնց որ ոչ գնում ես այդ քալին, չեք խոսում, ինչ որ համ դրա շրջավախերը, համ էմոցիաներն են կուտակվում, այսինքն փաստացի եւ խուսափողական վարքն է մնում եւ կուտակված չարտահայտած էմոցիաները, ինչ որ տենց ու դրանից կարա եւ հարաբերություններն էլ չէ, փաստացի փչոնը։ Հա, կարա իհարկե, որովհետև ոնց որ եթե ուղղակի քեզ ասում են, որ ես ինչ որ ապասնի իրավիճակ ամենք sense փորձ ունեցել ենք ու վատ է եղել մեզ, մի հատ պետք է հասկանալ, օրինակ, քանի հատ տենց փորձ ես ունեցել, որ վատ եղել, կարող ունեցել ես 10 անգամ կոնֆլիկտի փորձ, որի 4-ը վատ է վերջացել, 3-ը ինչ որ նեյտրալ մնացածը, մյուս 3-ը լավ է վերջացել։ Այդ վիճակագրական
բան եք կազմում։ Հա, իրականում եթե ոնց որ ուզում ես քո հետ աշխատես, ուղղակի ճանաչես ու փորձես ընկերանաս իր հետ, պետք է հասկանալ, հա, եթե այդքան տարբեր փորձեր ա եղել, պետք է բլոկնոտների մեջ գրել, այնտեղ մենք ահա որ մեծ քանակի տարբեր տեսակի կոգնիտիվ վարքաբերական թերապիան վարժություններ ունենք ու ոնց որ եթե դու թերապիա ես գնում, դու տարբեր բաների հետ կապված վարժություններ ունես, որ անում ես, ու այդ քո կյանքի վրա կլավացնում է, որտեվ շատ կարևոր է նշել եմ, որ կարևոր է ունենալ ինչ-որ փորձ հետագայում արդեն, որ փորձը ամրապնդի այն, որ այդ իրավիճակը ապացնի չի կամ օքեյ ապացնի է քո համար, բայց ոչ միշտ կամ բայց ավելի կարևորը չէ, օրինակ արդյունքը թե հա, նայած ինչն է քո համար կարևոր, օրինակ եթե դու անդադ քո մեջ պահես, որտեղ վախում ես կոնֆլիկտին ընդառաջ գնաս, այդ կարա մեծ խնդիրների բերի։ То есть թերապիայում նես չի, որ մենք այդ ասում ենք, հա, որ գիտես ինչ կա, բայց այդ քո կյանքում խնդիրների է բերելու, բայց այցելուն նայած ոնց է գալիս այդ թեման ոնց է բերում, բայց կարևոր է, հա, հասկանալ, եթե էֆեկտիվ մեթոդ չի, քո խնդիրը չի լուծում, օքեյ, ուրիշ ինչ տարբերակ ունենք, որ կարանք խնդիրը լուծենք։ Հա, իսկ միևնույն ինչ որ հետևանքներ միևնույն ունենում է եւ ազդում է կյանքի ինչ որ թեկուզ այլ ասպեկտների վրա եւ երևի արդեն դու պետքա մի քիչ բան հնչում, երևի մտածելու տեղի կա տալիս, որ ընտրես հասկանաս ինչն է քեզ համար երևի ավելի կարևոր, ընդհանուր այդ խուսափողական վարքն ու էմոցիաների բանը կոմպոստ անելը, թե առերեսվել է փորձել այդ վատ էմոցիաների միջով, թեկուզ վիճաբանությամբ ինչ որ քայլեր անել, որ հասնել այդ քո ասած դրական փորձը ունենալուն, որ հետագայում ոնց որ ավելի հեշտ ստացվի։ Ուստեղ մի հատ է բան ավելացնեմ, ոնց որ կոնֆլիկտից մենք հաճախ խուսափում ենք, շատերը հաճախ խուսափում են կոնֆլիկտից, կարևոր է նշել որ կոնֆլիկտը միշտ չի որ վատ բան է ու ինքը ոնց որ մեզ նաև թույլ է տալիս աճել, սովորել, ինքդ քեզ տեսնել այդ իրավիճակում կողակցիդ կամ ուրիշ մարդկանց տեսնել, իմանալ ինչեր կարան լինեն այս կյանքում, իմանալ որ վատ բաներ է կարան լինեն ու դա էլ է օքեյ մեր կյանքի ինչ որ մի մասնակազմում без этого никак։ Հա, եւ ոնց է առասարակ դուք կոնֆլիկտի մեջ դեզ արտահայտում, ինչեւ ուր է հասնում դա, ֆիզիկապես դեզ ոնց է զգում այդ պահին, ոնց կարելի է ռեգուլյացիան էլ դա եթե կարելի է Եսիմ, հա, ինձ թվում է ինչ որ օգնող բաներ հաստատ կան, որտեղ խուսափելը իմ անձնական փորձից ասելով շատ վատ հետևանքների է բերում։ Իմից էլ ես շատ օրինակ пассив ագրեսիա ունեմ, եթե ոնց որ խուսափում եմ ինչ որ խոսակցություններից, հետո անդադ մեջս շատ երկար ու շատ խորը կուտակվում է։ Ոնց որ ինչի դա էդի պետք է։ Հետո էլ մի քիչ արդեն տեղին չի վարանեց 7 տարի առաջ։ Հա, ինչ որ ուրիշ թեմայի շրջանակում դու բարձրաձայնում ես։ Հա, ու այդ կարա լինի թեմայից։ Այդ մարդը դաժե չգիտի որ դու դրանից նեղվել ես։ Շատ խառնման է ստացվում։ Այո։ Մյուս մեզ օգնող ճանապարհը ոնց կարանք ընկերանանք ուղի հետ, այդ սովորել լինել մտքերի հետ, ոնց որ ուղակի լինել մտքի հետ։ Ընդունել միտքն այնց, որ ինքը կա, ինքը ուղակի միտք, այո։ Օրինակ բերեմ, ես երբ որ մեքենա եմ վարում, հաճախ հիմա մի քիչ ավելի հազվադեպ, բայց հաճախ նաև ունենում եմ այն միտքը, որ շուտով ինչ որ վթար կլինի, ու ոչ մի հիմք չունեմ մտածելու, որ այդ տենց է, որովհետև ոնց որ չգիտեմ, ես ալկոհոլ չեմ օգտագործել, ցերեկ է, ոնց որ քիչ մեքենաներ կան, այսինքն բոլոր ֆակտորները խոսում են այն մասին, որ ամեն ինչ նորմալ է, իհարկե կա այն փաստը, որ այդ մենակ քո գործոնը չի, ուրիշի գործոնն է, բայց հիմնական այդ բաները ինչ քեզ կարա հանգստացնի, օքեյ է, то есть մութ չի, քեզ չիմացած ճանապարհ չի, դու չես գինովցած չես եւ այլն, արագ չես վարում։ Այո, ամեն ինչ օրենքով է, քիչ է հավանականությունը, բայց դե կա, պարզ է, այդ չի կարա չլինի։ Ու ոնց որ ստեղ քանի որ դու այդ փաստեր ունես, բայց մեկ օրինակ տագնապետ չի հանգստանում, պետքա փորձել մի հատ կողքից նայել, պրոստը որ դա պրոստը միտք է։ То есть ինքը քեզ չի հուշում ինչա շուտով լինելու, քո ինտուիցիան չի, քո վսիլենայից ուղարկած մտքերը չեն եւ այլն, то есть պրոստը միտք է։ Շատ են ասում, որ ուրեմն մի բան կա, եթե ուղիղը դա բան, էդի տենց չի։ Կարող է հալի օրինակ ես ավտոբուսում շատ անում որ կամրջի տակով երբ որ անցնում է ինձ մոտ այդ միտքը գալիս է որ բավար հեսա կամուրջը փլվի ու մենք մնանք տակը ասես բան երբ ասում եմ օքեյ դե միտք ջան եկար շնորհակալություն ստեսություն մեկա ինձ բան կախված չի կամ ինքնաթիռում որ առաջի մի քանի րոպեն միշտ որ մտածում եմ հեսա
բա որ հենց ես հենց այս ինքնաթիռում նստած բան լինի, ավիավթար լինի, օքեյ, բան չեմ կարա, միտք ջանց տեսություն։ Գիտես ինձ ինչն է օգնում այդ ժամանակ, որ ասում ես օրինակ հենց ես հենց այս ինքնաթիռում ես մտածում եմ օրինակ sense մի հատ իրացիոնալ, բայց օգնող, то есть իրացիոնալ մտքեր ներկան օգնեն, օգնող միտք այնքը, ասում ես այդքան էլ ոնց որ շուտ ես իմով չեմ։ То есть իմ հետ էդի պիտի вообще։ Просто իմ համար մարդ եմ, չգիտեմ, գնում եմ ինչ-որ հերթական թռիչքն է, հերթական ոչ մի իրանից յուրահատկություն չներկայացնող բան է սա։ Էդի հանգստացնում է, շատ իրացիոնալ է, բայց հանգստացնող։ Կա նաև հակառակը, որ չի օգնի ձեզ, հատկապես եթե ունեք ավիա բան, ոնց է կոչվում, վախ ինքնաթիռներից եւ թռնելուց։ Դες մոռացա բառը։ Հա Aerophobia. Այլ շահասարակ բառեր։ Երբ որ մարդիկ ունենում են այդ վախը եւ սկսում են ավիավթարներ նայել, այո, դա հակառակ էֆեկտն է տալիս իրականում, ոնց որ ստեղ երբի ալչետ գոհարի ասած այդ իրացիոնալ ինչ բաներն է պետք բերել դաշտ, որ ոչ թե ու դրական վիճակագրությունը նայել, որ ամենաանվտանգ օրինակ տրանսպորտն է, փոխադրամիջոցն է, կամ օրինակ մտնել flight radar ու նայել թե քանի հատ անվերջ, իրանք անվերջ են։ Նայել ըստ վիճակագրական քանի հատ ինքնաթիռը вообще ընկել, то есть փաստեր, այո, փաստեր պետք են մեզ, որպեսզի մեր տագնապը նվազի։ Եվ համտքերին, այսպես ասած, տոն չտալ, երբ որ դա դες չի օգնում եւ հաստատի ձեզնից բան կախված չի։ Այո։ Ու դա ձեր ինչ որ հրաշք ինտուիցիան չի։ Գուցե 6-րդ զգարան ունի ինչ-որ մեկը աչքա բացվելու։ Եվ օգնող բան ուղեղի հետ ընկերանալու, ստեղ կուզեմ հավելացնեմ, որ եթե շատ են մտքերը, որոնք ձեզ խանգարում են ու դուք չեք կարող հասկանալ իրենց հետ ինչ անեք, դիմեք մասնագետի, որովհետև մասնագետը ձեզ ձեր կարա սովորացնի, թե ինչ անել այդ մտքերի հետ։ Մասնագիտական օգնություն։ Սա այն դեպքը չի, որ ընկերներով կարաք իրար օգնեք, ինձ թվում է։ Կարող են որ իրացիոնալ մտքեր կարող են։ Հա, բայց եթե ունեք ընկերով գնում թերապիայի ու շատ ակտիվ թերապիայում ու լավ սովորել է, այնքը կարողանա ձեզ օգնի մի քիչ։ Կամ մի քիչ բան անի, որ ձեզ էլ vocation չի, որ դուք դիմեք ձեր, հա, որտեղ մի քիչ ինդիվիդուալ է, ամեն իրավիճակ կարա լինի նման, բայց ամեն մեկին ինչ որ տարբեր հիմքերով, տարբեր տրիգերներով։ Այո, որտեղ եթե դուք գնում եք CBT մասնագետի մոտ, նույն թեմայի հետ կապված լիքը տարբեր տեխնիկաներ կա, то есть որ մեկը ձեզ հարմար չի вообще, չգիտեմ, 3 հոգու հետ նույնը հարմար է։ Դիքոնը գտնես։ Խոսենք կոգնիտիվների իսկաժանյաների մասին, ոնց անհերասում։ Կոգնիտիվ աղճատումներ։ Այո, այո։ Իրականության աղճատումներ։ Այո։ Սա մեր մտքի աղճատումներն են, то есть ոնց որ կոպիտ ասեմ, քեզ թվում է որ այդ օքեյ է, որ դու տենց ես մտածում, բայց այդ օքեյ չի։ Այսինքն դու շատ ճիշտ ես որ տենց։ Հա, էդի տենց է ասենք մտածում ես, բայց էդի չի։ Հիմա բացատրեմ ինչի մասն է խոսքը։ Ինչու կոգնիտիվ իսկաժանյայի օրինակ է սև սպիտակ մտածողությունը, որ քո մտածողության տեսակը սև ու սպիտակ մտածողությունն է ու դու տեսնում ես իրավիճակներ, միշտ չէ, то есть ամեն ինչը չէ, բայց հիմնականում տենց ես, որ լավ, վատ, սև սպիտակ, սենց կամ նենց։ То есть դու այդ ընթացիկ բաղադրիչները չես նկատում կամ այլ կետեր, ամբողջ սպեկտրը չես տեսնում իրավիճակի, որտեվ սև ու սպիտակ չի ունենք լիքը գույներ, իրավիճակների հետ էլ լրիվ նույն ձև է։ Ունես լիքը տարբեր իրավիճակներ, ու ինձ թվում է շատ լսած կլինեք, որ ասում են ելք միշտ էլ կա, գուցե ելք միշտ չլինի, բայց օբյեկտիվ պատճառներով, բայց ելքի մասին չի։ Ճանապարհ կա, ահա որ լիքը տարբեր տեսակի, այդ կարևոր է տեսնել։ Այո, հա, երևի աշոտ հալուցումների նաև մասին, կյանքին նայելու մասին, ոնց նայես։ Հա, շատ դաժան բան է ցավ սպիտակը, խանգարող շատ։ Երբեմն ինձ թվում է իմ կոգնիտիվ աղճատման բանից տեսանկյունից, որ գուցե իմ ուղեղը տենց է մտածում, որ որովհետև ռեսուրս չունի հավելյալ բաներ տեսնելու, չգիտեմ, որովհետև հիմք չկա այդ մտածողությանը, բայց չգիտեմ, երբեմն դա արդարացում եմ փորձում գտնել, որ դե հիմա յանտուն ձանից սենց մտածել եմ։ Հա, կարա լինի, ես ոնց որ կիսում եմ քո կարծիքը, որ տենց կարա լինի ու կարա աշխատող լինի, կարա օգնող լինի, то есть ոնց մի քիչ առաջ ասացինք, իրացիոնալ մտքերը միշտ չի որ վատ են, то есть իրանք կարան մեզ լիքը օգնեն, կարևոր է հասկանալ, էլի, երբ են օգնում, երբ են խանգարում, հա։
կոգնիտիվնի искаженияների հետ կապված, այս հենց կոնկրետ սրա հետ կապված վարժություն կարամ ձեզ առաջարկեմ անեք, օրինակ sense մեր գիծ եք գծում ոնց որ մի ծայրահեղությունը մի բան եք գրում, մյուս ծայրահեղությունը մյուս բան, ասենք սև ու սպիտակ։ Ու ընթացքում դնում եք մնացած բոլոր վարիանտները, ասենք գույները, եթե գույների օրինակով ենք վերում, հա, ինչքան շատ գույներ կան ու դա ձեզ թույլ է տալիս իրավիճակը լիք ուրիշ տարբեր սպեկտրներով տեսնել եւ օրինակ հարաբերությունների դեպքում կարա աշխատի որ իհարկե գիտեմ ամուսինս ինձ այսօր սիրում է, չի սիրում, գիտեմ առավոտյան երեք սիրում է, անդրամանդիր արթնացել եւ էլ ինձ չի սիրում։ Այո, եթե հաստատ չի սիրում նա ոնց որ հիմքը ձեր, то есть տեղը ավելի շատ կօգնի ինչ հիմք ունեմ մտածելուն, то есть այդ մեկը։ Բայց ես էլ կարաս անես։ Հələ երանգները համակրումը այսօր ավելի հոգատար էր, երեք, գիտեմ, ես ինչ բան արեց, հիշեց խանութից, ես ինչը բերեց ինձ համար։ Այո։ Ես ես ինչ բան արեց։ Այդտեղ կարեք նշեք օրինակ օքեյ, լավ, երեք չեր սիրում, այսօր սիրում է կամ հակառակը։ Ինչ բալ կարանք տանք նրան, ասենք, չգիտեմ, ինչքանով է սիրում, խոսքը 7, որ 7 է սիրում, ինչ է անում, որ 7, то есть 7 սիրելու ժամանակ ինչ է անում։ Հիմա այսօր դա արել է, չէ, ուրեմն այսօր ինչքան է սիրում 6, օքեյ։ 6-0-ի։ Հա, որովհետև ասենք 3-ի ժամանակ սենց է անում, 7-ի ժամանակ ընենց անում, այսի 3-ը չի, 7-ը չի, օքեյ, այսօր 5-ն է։ Դի ոնց որ կարա օգնի։ Մի բան հիշեցի։ Մենք մի հատ ուսուցիչ ունեինք քիմիայի։ Ինքը միշտ մեզ նշանակում էր կամ 10 բալ կամ 2 բալ, ու նույնիսկ երբեմն 1 բալ։ Ինչ ծախելի էր իր այդ բանը, ու նես որ մենք 10 էինք պատում, էլի, ինչ որ պատում էինք քիմիայից։ Ինքը հաստատ ուներ։ Հա, շատ ծայրահեղ բան էր մոտեցում էր։ Եվի չգիտեր, օրինակ 7-ը խի են դնում։ Հա, կամ ասենք չէր կարող եմ եւ չափելի ինչ որ կամ լավական վատ էր իր համար։ Այո, այո։ Ծեր երևի հացով շիտակի մասին էր։ Այո։ Մյուս խանգարող իսկաժենիան է կատաստրոֆիզացիան, երբ որ դու կատաստրոֆիկ ես վերաբերվում իրավիճակներին, բայց քեզ թվում է որ դու կատաստրոֆիկ չես վերաբերվում, բայց իրականում վերաբերվում ես։ Երբ որ ինչ-որ մի բանը կոպիտ ասած շատ ես չափազանցնում ընկալումը այդ ամեն ինչի, то есть ծայրահեղ բացասական օրինակ ծայրահեղ բացասական վատ օրինակ որ մտածում ես հեսա գնամ բանկամատի մոտ օրինակից հետ օգտվեմ անին մի քիչ առաջ ինձ այդ օրինակներ պատմում մտածում ես որ գնաս բանկամատի մոտ փողերը դնես քարտը դնես ու հետո չես հասցնի ոչ փողերը ոչ քարտը ինձ մոտ ամեն էլ որտեվ քարտերը հիմա Wi-Fi ունեն ճիշտ է արագ Wi-Fi դնենք ոչ մի բան չես հասնելու անես որ մեկը գալով վերցնի չնայած անի օրինակում այդ ոնց որ մի քիչ ինքը ծիծաղալով էր պատմում մի քիչ ավելի ծիծաղալու է բայց ոնց որ լինում անեց որ դու պրյամ այդ շատ լուրջ ընդունես ու ասենք շատ մտածես որ վсё այդ հաստատ տենց հալնելու ես գնալու եմ տենց է իրականությունը լինելու լույս ես չգնամ դες դու կատաստրոֆիզացրեցիր այդ քո միտքը այդ իրավիճակը ու դու էլ չես գնում այդ ճանապարհով։ Հա։ Այստեղ կարևոր է ֆիքսել այդ իսկաժենյան ու ոնց որ հասկանալ, որ այդ տենց չի, օրինակ տենց բան շատ հազվադեպ է լինում։ Իսկ ելույթներ օրինակով կարանք դիտարկենք սկզբում որ խոսում ենք ելույթների մասին, ելույթների վախ օրինակ տանն ես, չգիտեմ, ինչ որ պատասխանատու ելույթ ունես, շատ այդ խուսափողական վարքը կա, տագնապը կա եւ այլն, որ прям провал կլինի եւ այլն, կատաստրոֆիզացիա, որ սա աշտանքից ինձ կերասնեն, կմնամ սոված, բամժված կանեմ, ոչ այնտեղ մինչեւ ծերություն, ստիպված ինչ որ փողոցում կա հայտնի։ Իմ մտքերը հիմնական դեպի բան էս են գնում, կապ չունի, բան կոնտեքստը բացարձակապես կապ չունի եւ այդ կոգնիտիվ աղճատումը շատ մեծ է այդ առումով, որ եթե աշտանքից դուրս ես եկել, ուրեմն անպայման հաջորդ հանգրվանը քո փողոցն է։ Ինչու՞ կյանքի դες վստահ եմ որ քո կյանքում տենց բան երբեք չի լինելու։ Որ ինձ մոտ էլ հակառակ ինչա տենց միշտ։ Կներեք, բայց անի սկիլերով, прям չգիտեմ, ինչ ասեմ։ Անհնար է դու։ Մերսի հուսադրելու համար չի։ Բայց հա, ոնց որ իսկ այդ ելույթի պահով ստացվում է պետքա ինչ անել այս դեպքում կատաստրոֆիզացիան մեղմելու գուցե այդ խուսափողական վարքը այո կողք դնել դե կատաստրոֆիզացիա պետք անել այդ միտքը մտքերը ու նորից գնալ այն ճանապարհով հասկանալու այդ տենց հիմքեր ունես տենց մտածելու թե չէ ինչքան է вообще քո այդ տենց դեպք եղել то есть
արդյոք ունեցել ես փորձ, ելույթի ոնց է վերջացել, կարող է մի քանիսը լավ, մի քանիսը վատ։ Այսօր вообще ոնց եմ քեզ զգում, ինչ կետեր կան, որ կարան ինձ պատժ կանեն այսօր այս իրավիճակում։ Գուցե ինչ-որ մեկի հետ խոսամ, то есть ինչ-որ մեկի հետ զգա, դեռ նստած լինի, կամ օգնի մի հատ վերա իրեն պատմեմ իմ բանը, խոսքը, ելույթը, լսի, գնահատական տա։ Այո։ Ինչքան հավանական, որ ինձ կերասնեն աշխատանքից կարամ ուղղակի գրեմ իմ տնօրենին, որ եթե վատ լինի, ինչ հետևանքներ կա։ Այո, շատ տարբերակներ կա։ Այստեղ կարևորը ոնց որ հիմքայինը այնա, որ դու քեզ ճանաչես, то есть հասկանաս քո հետ ինչ է կատարվում, то есть թերապիան հենց այդ էլ քեզ տալիս է, որ դու հասկանաս քեզ քո հետ ապրելու, կոպիտ ասած, ճանապարհ գտնես, մեխանիզմներ ունենաս, որ քեզ վատ է, դու գիտես դու ինչ ես անում, եւ քեզ լավ է, դու գիտես դու ինչ ես անում, այդ մասին է սա։ Ու մյուսը իմ ամենասիրածն է այս պատմության մեջ, դա մտքերը կարդալու իսկաժանյաներն են, то есть քեզ թվում է որ դու մտքեր ես կարդում, դու մարդկանց հասկանում ես, դու գիտես իր այդ ինչա կատարում, ինչ է մտածում, բայց այդ տենց չի։ Միակ դուք չեք կարդում, հոկեբաներ չեն կարդում, հոկեբանը ես կարդում։ Եթե դու չես հարցրել այդ մարդուն ինքը ինչա մտածում, դու այդ մասին ինֆո չունես։ Դաժե եթե դու հստակ վստահ գիտես, կարող է դա բացարձակ տենց չլինի։ Հա կարանես լինի, որ դու ճիշտ իմանաս, բայց շատ մեծ հավանականություն կա, որ նաև կարաս չիմանաս։ Նույնիսկ եթե շատ երկար տարիներ իրար ճանաչում եք, չէ՞։ Դրա համար այս ոնց որ սրանից խուսափելու համար պետք է կարողանալ խոսալ։ Մարդկանց հետ։ Մենք օրինակ իմ ամուսնու հետ վերջին տարիներին բավական շատ ենք ոնց որ վեճերից մենց հետո գիտես level up եղել մեր հարվերցները լավ իմաստով ու ինձ մոտ երբեմն որ սպադեր են լինում տենց տրամադրության բան չու տենց ինձ թվում է որ իմ ամուսինը չի սիրում առավոտյան չգիտեմ արթնացել է ես մի քիչ երկար եմ քնել վերջ էլ հիասթափել են բոլոր կատաստրոֆից sense սպիտակ գնում է ու ոնց որ տենց կիսվել է իր հետ ու ինքը ոնց որ այդ կիսվելու հաջորդող օրերին սկսել էր ինձ բանանել առավոտյան երբ որ գալիս էր արթնացնելու կամ ասելու բարի լույս ոնց որ ասում էր որ ես քեզ սիրում եմ ոչ մի բան տեղի չունեցել հավատում ես ինձ որ ես քեզ սիրում եմ ասում եմ հա որ տենց ասում ես որ ժպիտով ես գալիս այո իսկ որ չգիտեմ առանց ժպիտի ես գալիս ինձ ինչ որ բան է տեղին ես ոնց որ դա նաև նրա մասին էր որ ոնց որ ինքը իմացավ որ ես ունեմ տենց ապրումներ ու ես էլ իմացա որ ինքը կարա իմ ապրումներին նման ձև արձագանքի եւ նախապես չեմ որոշել իր փոխարեն իր գործողությունները ասելով որ հա դեխի կիսվեմ մեկը ասենց է արձագանքել մեկը ապշություն չի դարձնի չի կարևոր կամ ինչ-որ բան փաստացի ոնց որ ուղղակի կիսվել եմ ու ինքը տենց արձագանքել է իր որոշումով կարար չարձագանքեր էլի օքեյ բայց ընդհանուրապես շատ հաճելի էր նման արձագանքը միանշանակ այդտեղ շատ կարևոր է ասել որ մարդիկ կարան օրինակ զուտ չունենան այդ սովորությունը առավոտները ասելու ես քեզ սիրում եմ բայց կամ մյուս մարդու համար դա շատ կարևոր է ու եթե դու ուղղակի այդ մասին բարձրաձայնում ես այդ մարդը շատ բաց է ու ազատ է այդ մասին քեզ ասելու առավոտները դրա համար խոսալը լավ բան է կարևոր է Մերսյանին շատ որ կիսվեց իր փորձով այստեղ նաև այդ փորձը թույլ տվեց մեզ ասել որ կոգնիտիվնի իսկաժանյաները ոնց որ կարան խմբերով լինեն պարտադիր չի մի հատ լինի, то есть տարբեր ոլորտներից, տարբեր իրավիճակներով ու լիքը ու խառը։ Ու մյուս կարևոր բանը ավելացնենք ստեղ, թե ոնց ենք ընկերանում մեր ուղեղի հետ։ То есть ոնց որ ասացինք, որ կոգնիտիվնի իսկաժանյաները ճանաչել, տարբերել, իրանց հետ աշխատել ու մյուսը արդեն գալիս է վարքային մասը, բայց այս վարքայինի հետ կապված ոնց որ կուզեմ անպայման նշեմ, որ ինքը պետք է իրան ճիշտ անես, որտեվ եթե պրոստը վերցնես ու անես, մեծ ռետրավմատիզացիայի հավանականությունը, եթե դու թերապիայի չես գնում, գոնե այս մասին պետք է լիքը կարդալ, հասկանալ ոնց գնաս այս ճանապարհով, որտեվ ինչ-որ էքսպոզիցիոն թերապիայի մասին եմ խոսում, կոպիտ ասած այդ այն թերապիան է, որը քեզ ոնց որ դնում ես այն իրավիճակներում, որոնք որ քեզ համար տհաճ են կամ վախենալու են ու դու սկսում ես սովորել, то есть եթե քեզ պետք է դու անկապ տեղ հետ չես անում, այդ պետք է դրա համար ես անում։ Դա բան բանի հետ չէ մասնագետի։ Հա, լավ կլինի, որ դա մասնագետի հետ անես, որտեվ ոնց որ ինքը քեզ կաջակցի այդ առումով, բայց եթե
չես ուզում որ պետք է այդ մասին լիքը կարդալ, որտեվ ել եմ ասում ռետրավմատիզացիայի հավանականությունը մեծ աստեղ, որտեվ դու կարող է ինչ որ իրավիճակ լինի, դու գնաս դրան ընթառաջ ու վատ փորձ ունենաս ու всё աշխարհդ փլուզվի կամ բլոկ լինի, հա։ Ու այստեղ մի հատ օրինակ կուզեմ բերեմ, երևի ինչ որ գոլեգայի հետ կապված, եթե դու ինչ որ գոլեգայի թե բան ես խոսալու, անդադ ասում ես, չէ, չեմ խոսա, որտեղ վախում ես, այստեղ ոնց որ կարևոր է գնալ այդ ճանապարհով, որ փորձես լինես այդ իրավիճակում, գնաս ու խոսաս իր հետ, բայց մինչև այդ պետք է այն մնացած մտային բոլոր ճանապարհները անցնել, որ նոր հասնել այդտեղ, որ քեզ ոնց որ ապահով զգաս իր հետ խոսալու։ Կարաս իհարկե գնաս տուպը խոսաս տենաս ոնց անում, տենց է կարա լինի, բայց եթե վստահ ես քո վրա, հա։ Սնագի։ Հա, եթե դու գիտես ինչ է քո հետ կատարվում, պրոստը գնում ես ու խոսում ես, տեսնես ոնց է։ Բայց կարաս այդ անես, ինքը վատ պատասխանի քեզ ու դու ամրապնդվի այդ վախի հիմքը ոնց հիմք ստանա ինքը։ Այո, ու այդ հիմքերը թվարկելուց դա կունենաս։ Ուտեղ ավելի դժվար կլինի այդ մի համոզմունքը ոնց որ կոտրելը կամ փոխելը կամ ուրիշ վիճակագրական տվյալներ գտնելը։ Քեզ դա պետքա вообще։ Նույնիսկ ինչքան էլ մյուս գոլեգաների հետ դրական փորձ ունենաս, հաստատ այդ վատը ավելի ես հիշելու։ Հասանուճ կարմիր։ Միանշանակ բոլորը գրեթե 10 հատ լավ փորձ կունենան մի հատ վատ, այդ մի հատի վրա կհիմնվեն, դա տենց է աշխատում, դավայց։ Այստեղ ոնց է մեր ուղեղը մեզ օգնում էլի հետաքրքիր։ Դա չգիտեմ խենք։ Նու վատ փորձը ֆիքսել ավելի հեշտ է։ Գիտես մի հատ բան կարամ ասեմ։ Կստացի մյուս օրինակը, то есть ես մի հատ էլ եզում վարժություն ասեի, ստեղ այդ կբերեմ քո ասածը թե ոնց է, ոնց որ ինքը ֆիքսում այդ վատերը։ Մի հատ լավ վարժություն կա, որ եթե դու օրինակ քեզ դժգոհ ես անդադ, ուզում ես հասկանաս, то есть լավ փորձդ։ Մեր ուղեղը դժվար է ֆիքսում այդ լավ փորձը, то есть հաճախ ես թերապիայի ժամանակ մարդկանց լավ փորձը լսում եմ ինձ տված որպես կամ ինչ որ իսկլյուչենյաներ կամ ինչ որ պատահական դեպք կամ հա սովորականա դեպի տենց է պետք է լիներ, հա օրինակ եթե մենք ցուցակ ենք կազմում մարդու գործերի թե ինչի այնք օրինակ լավ անում, ինչ բանն ենք լավ անում, ասենք կարող է այդ մարդը ահավոր լավ, չեմ, տորտիկներ ասարքում, բայց ինքը դա կարող вообще даже չասի, որտեվ իր համար այդ բացարձակ ոչ մի կարևորություն չի իրանից ներկայացնում։ Դրա համար այստեղ հաճախ ասում եմ, եթե supportive շրջապատ ունես ընտանիք հարազատներ, իրանց հարցրու։ Հա, իրանք ինչն են նկատում քո մեջ, որ լավ ես անում, հա, որ դու չես նկատել կամ։ Կարող օրինակ դու լավ մեյքափ ես անում։ Ու դա քեզ համար սովորական ինչ-որ բան է, բայց դիմացինի համար շատ քիլո, որ ինքն էլ կուզեր ունենա, կամ շատ հիանում է քեզնով, որ դու տենց բաներ կարող անես։ Գուցե քո համար դա չլինի վստահելի ինչ-որ բան, то есть դու դրան այդքան է չհավատաս կամ ասես հադելավյանը ինչ կա դրա մեջ, բայց այդ կարևոր է ունենալ, то есть ունենալ, որ այս բաները ես լավ եմ անում, օքեյ, այս բաները վատ։ Իր դեր հաստատ կունենա, նույնիսկ եթե ոչ այդ պահին հաստատ հետո ինչ որ տխուր պահերի հաստատ կհիշեք ու կուրախանաք, որ դուք ունեք տենց միջավայր, որտեղ մարդիկ տեսնում են այն ինչ որ դուք չեք նկատում ձեր մեջ։ Իսկ տենց շատ է լինում, մենք շատ բաներ մեր մեջ չենք նկատում կամ արժեզրկում ենք, ինչը որ ուրիշների համար ոնց որ կարևոր է իրենք առանձնացնեն մեր մեջ։ Ես ունենք ես վերջում կիսում էի թերապևտից հետ, որ օրինակ ինչ որ սովորություն ունեմ որոշ պահերի խոսակցությունների մեջ կամպանիաներում ընդհատելու ու ինչ որ բան ասելու ու անպայման ասելու բան, այսինքն չեմ լռում ինչ որ բան, իսկ ես դա պատմում եմ որպես ինչ որ բացասական բան, որ դա անում եմ ընդհատելով կամ ինչ որ, այսինքն ժշտը ուրիշ բանի վրա դրած, իսկ ինքը ոնց որ նկատելու տվեց, որ դա շատ լավ է, այն իմաստով, որ դու քեզ չես լռեցնում, նույնիսկ հա, օքեյ, կարող է մի քիչ պետք է աշխատել, որ տիպը անդադ բոլորին չընդհատես կամ ինչ որ բան կամ նույն բանը 8 օրական չասես, չգիտեմ ինչ, բայց ոնց որ լավ է, որ այդ իմպուլսներ լսում ես քո, ասում ես, խոսում ես, ներգրավում ես, հատկապես եթե ունենում ես սոցիում բանի խնդիր, սոցիալական շփումների եւ այլն, ոնց ինքը դա որպես դրական ինչ-որ դինամիկա նկատեց ու փաստացի էլի լիքը բաներ կա, որ կարող է դու ոնց որ այս կոգնիտիվ աղճատման պատճառով կամ որ ինքնակնադատությունը գեր ինչ որ բարձր մակարդակի է, ամեն ինչը տենց որ բացասական տեսնես, կամ մտածում ես, որ դու խանգարում ես մարդկանց այդ ես քանի որ այդ ընդհատելու բանը ունեմ, ինձ մոտ բան կա ոնց որ այդ բալանսը չեմ կարող պահեմ էլի, ոնց որ կամ շատ լուր եմ չեմ մասնակցում, պրոստը հետևում եմ, որ այդ պորտկումը չլինի, ինձ թվում է դա շատ ինչ որ պորտկում է, կամ այդ մաքսիմալ ինձ չեմ կարող զսպել, բայց ոնց ես թվում է, որ ես չեմ զսպում, հա, ոնց ես գնահատում բայց վայ չստացվեց բան Ես ինձ թվում է ոնց ես գնահատել, որ դա շատ է։ Ինձ թվում է, որ
ճիշտ պահի չեմ ասում այդ միտքը ու դա կարա մարդիկ չլսեն ու ես ինձ ված կամ որ ես ինչ որ կամ վատ բան եմ ասել, այսինքն ոչ իմաստալից կամ ինչ բան ու դա քննադատը արթնանում է որ դիպը տես ճո անկապ բան ասի ոչ մեկ իսկ պետք կնել չէր բան ու դա ցածր հետո գալիս է որ դիպա ավելավասուս նստես հանկարծ ոչի բան տեղի չունենա դու էլ վատ ինչ որ էմոցիաներ այդ իրացիոնալ ինչ որ բաներ չունենաս էլի հետևանք այսինքն ես ոչ թե շատ խոսալու ընդհատելու մասին է, այլ սխալ վաղ խոսալ ընդհատելու, տիպը։ Հալի, ավելի շատ իբր ուրեմն պահը ճիշտ չես ընտրել, որ քեզ իրական խոսքի կարող լսել են, պրոստը դեռ ժամանակ է պետք, որ դրան արձագանքի կամ ինչ-որ բան, բայց իմ ուղեղը արդեն իր այդ կատաստրոֆիզացիայի ունեցել է։ Շոհել անգստի։ Ճիշտը որ ասեմ, ես օրինակ տենց բան չեմ նկատել, որ պրям զգամ, որ ինձ ընդհատում են, ոչ ստեղ երկուսով, ոչ գործի տեղը խոսքի որ պրям ասում Հա, խոսքի ով ես։ Դեր մի րոպե։ Չէ, տենց չէ, բայց հաճախ ուրիշների հետ ոնց որ, то есть ունեմ էտի գտնելու բանը։ Այս չի որ ես պրям վերջնում գտնում եմ, բայց էդի կֆիքսեի։ Ունենաս ավելի շատ, հա։ Բայց քեզին տես բան չեմ ֆիքսում, որ պրям ինչ որ տենց ինձ ընդհատված եմ զգում։ Դե շատ լավ է։ Շատ ուրեմն կարողանում ինձ հետը բանանել ջոգել բահերը։ Այո, բայց gaslighting չլինի, եթե դու տիպը տենց ես զգում, պետքա ֆիքսել է։ Չէ, հասկանալի է։ Ոնց որ հա, ես անդադ ոնց որ դեպի բացականն եմ էլի գնում, իսկ բայց մեր հավաստի աղբյուրներից էլ հա, օգնեց նկատել, որ նաև նորմալ է, որ կարա սկզբում այդ իմպուլսիվ ձևով լինի, քանի որ շատ ժամանակ այլ շատ զսպում ես քեզ, հետո արդեն որ շատ բանան ես, արդեն ավելի շատ հմտությունը կգա, որ երբ խոսալ, երբ ինչ ասել բան։ Կարա լինի տենց, հա, եթե նու պրям դու զգում ես, որ քեզ ինչ-որ բան դիսկոմֆորտ է։ Հա, ամեն դեպքում այդ բանը կարևոր է։ Բայց այ երբ խոսալ, դա լավ բան ես ասում, գիտես, տիպը մի քանի հոգու conversation-ի մեջ եփա քո հերթը։ Հատկապես երբ որ ունես բան, մի տոննա միտք ու գիտես որ հաստատ մոռանալու ես ու քեզ թվում որ դա շատ կարևոր է, պետք է իմանալ ասել, ոնց որ դժվար, համոզում ես ասես, համ չես ուզում ընդհատես, համ չես ուզում հազար բան ասես, համ ինչ որ տենց խառը բան ասես։ Դա դժվար է, եթե շատով եք։ Հա, իրավիճակային է շատ։ Պետք է 4 հոգով անդադ խոսում եք։ Հա, կամպանիայից շատ։ Ընկերների հետ ավելի կոմֆորտ է։ Երևի այս ամենով դեպի եզրափակելը գնանք ու մի հատ բան կուզեմ ասեմ, որ ոնց որ ուղեղիդ հետ ընկերանալը բնականաբար դա մի օրվա ու մի ամսվա մի տարվա գործ չի, դա երկար ու երևի անverջ process է, որ ինքնախնամքի մասին է, ինքդ քո համար լավ անելու մասին է, ինքդ քեզ սիրելու ու ընդունելու մասին է, ոնց որ դա լավ բան է, կարա կփորձեք։ Եթե ուզում եք ձեզ ճանաչել, ձեզ հետաքրքիր եք դուք ու կյանքի որակն եք ուզում լավացնել ամենաառաջնային բաներից այդ որ հաստատ կլավանա։ Այո, արժի դիմել թերապևտի, եթե զգում եք որ մենակով այդքան ռեսուրս չկա, այդքան բան չկա, պլյուս համել գոհարի նշելով լիքը բաներ կա, որ այնտեղ կարաք ձեզ ինքնեդ վնասեք ավելի, այնպես որ այո, ընկերացեք ձեր ուղեղի հետ։ Այո, այսօրվա համար այսքանը, շնորհակալություն ստեսություն։ Պականեր։